Oba. Ողջույն ընկերներ։ Իհարկե առանց բարձրաբանումների չէի կարող հեռանալ այսքան երկար պայքարից հետո պլանավորում եմ մի քանի օր ուշ դա անել եւ լավ էր որ մի քանի օր այսպես ընթացք դադար եղավ եւ մարդկանց արձագանքները լսեցի շնորհակալ եմ բոլոր նրանց ովքեր զանգեցին եւ գրեցին ինձ աջակցություն հայտնելով եւ շնորհակալություն հայտնելով երկար տարիների պայքարի համար դա շատ կարեւոր է եւ նաեւ կարդացի որոշ քննադատություններ որոնցից ինձ օրինակ հետաքրքիր էր այդ քննադատություններից մեր Վիգենի Նազարյան քննադատությունը, որ ինչու լուրջ եմ հեռանում, ինչու պետք է անպայման գրեի մի բան։ Ուզում եմ Վիգենին ասել, եթե մեր այսքան տարիների պայքարը կոպիտ ասած չի վաստակել հեռանալուց ինչ-որ խոսք, որ կարող է բևեռի խորհրդի կամ մեր շարժման առաջնորդությունից տարբեր կարծիք լինել, եթե դա չես վաստակել այսքան տարիների պայքարով, ուրիշ ինչ ենք վաստակել, այսինքն ինչ ունենք, եթե արդյունքը համարենք մեր պայքարի, մեր երազած արդյունքները չի տվել, ապա ինչ արդյունք ուրիշ կարող է լինել, եթե ոչ այն, որ դու իրավունք ես վաստակել, խոսք ասելու, կարծիք ասելու, այդ կարծիքի իրավունքն է չունենք Վիգեն։ Եթե կարիքը չլիներ, չէի ասի, կարիքը կա, դրա համար եմ ասել, բայց կարծում վաստակել եմ նույն ձևի, ինչպես որ դու ես կարծում եմ վաստակել ինչ-որ բան ասելու, որոշել ես չասել, դա քո իրավունքն է, բայց նույն ձև ես չեմ գա ասեմ Վիգենի ինչու խոսք չասած դուրս եկավ էլի, ինչու ես կարծում որ ես իրավունք չպիտի ունենամ խոսք ասել եւ այդ խոսք ասելով անգամ մեղք չգործել կոպիտ ասած էլի, այսինքն եթե ես պետք է ինչ-որ բան ասեմ եւ դա հակառակ լինի մեր շարժման առաջնորդության կարծիքին, ապա անպայման վատ բան եմ անում, բայց այսքան տարվա մեր պայքարը, այսքան զրկանքները, այսքան զոհողությունները, բայց ինչ են գնում մեր համար, եթե ոչ խոսքի իրավունք, Վիգեն ջան, քեզ գիտես ինչքան շատ եմ սիրում, դրա համար անդրադառնում եմ քո քննադատությունը, իմ համար կարևոր էր, ես անդրադառնում եմ քո քննադատությանը։ Կային մարդիկ, ում անձնապես չեմ ճանաչում, իրենց չեմ անդրադառնա, կային, ում ճանաչում անձնապես Էլի կարծես տեսեք էլի գրում են, ասենք մեկը գնաց 1000-ը կգա կամ 1000-ը գալիս է այդպես է, իսկապես այդպես է, շատերը գնացել են, շատերը միացել են շարժմաններին, բայց դա չի նշանակում, որ ամեն մարդը, որ դուրս է գալիս, դա վատ այդ մարդուն վերաբերվելու կամ որպես գործիք վերաբերվելու առիթ չպիտի լինի, այսինքն ձեր համար մարդը կարևոր է, քանի դեռ ձեր ուզածով է ապրում, այսինքն եթե ես պայքարի մեջ ձեր ուզած կարգախոսներով փողոցներում երթեր ու հանրահավաքների մասնակից եմ ապա լավ է, որ ես կամ, լավ մարդ եմ, լավ է, որ իմ նման մարդիկ կան, եթե ես դուրս եմ գալիս ինչ-որ պատճառով, քննարկենք թե ինչ պատճառով, կարևոր չի չգիտեք ինչ պատճառով, բայց տասնյակ տարուց ավել ձեր կողքին եմ եղել, անգամ ձեզանից շատերից շուտ եմ այնտեղ եղել, դուք չեք եղել,
Եվ երբ որ գնում եմ, պետք է ասեք, հա, որ ուրեմն ես մեկը գնաց 1000 կգա, շատ բարի, իմամ ինձնից էլ չկա, դա լավ է, թե լավ չի։ Դա ինչ է։ Դա ինչ օգտա պաշտական վերաբերմունք է, էլի մարդկանց նկա, ամեն մարդ էլ թանկ պետք է լինի։ Եվ թանկը հենց այն հարաբերությունը, իմ համար թանկը այն հարաբերություններն են, որը ես կառուցել եմ այսքան տարիների ընթացքում։ Որովհետև եթե ասենք մեր աշխատանքի արդյունքը ինչն է, կոպիտ ասած, բացի մարդկանցից ուրիշ բան չենք շահել, էլի միայն կորցրել ենք, ժամանակ ենք կորցրել, ֆինանսներ ենք կորցրել, ազատություն ենք կորցրել, 1000 անգամ առողջություն ենք կորցրել, ամեն ինչ կորցրել ենք, միակ բանը որ շահել ենք, մեր ընկերներն են, մեր պայքարակից ընկերներն են, ու իմ համար իրենք են դուք եք հարստությունը, որը որ ես ունեմ։ Այդ մասով այդքանը ես ուզենամ անդրադառնալ հիմա անցնում եմ իմ որոշման պատճառների մասին խոսելու, ուրեմն կուզենայի անդրադառնալ ներքին ու արտաքին իրավիճակին, որը որ բնականաբար ազդել է իմ որոշման վրա։ Տեսեք, այսքան տարիների ընթացքում մենք փորձ հավաքեցինք եւ ընտրական պրոցեսների մասնակցեցինք եւ փողոցային պրոցեսների մասնակցեցինք, ոչ հպարտություն ունեցանք չմասնակցելու ընտրական պրոցեսներին, ոչ կոնֆորմիզմի մեջ մնալով չվարանեցինք փողոցային պայքարի մասնակից դառնալու եւ այդ պայքարի ընթացքում ճանաչեցինք, փորձ հավաքեցինք, թե ինչ երկրում ենք ապրում, ժողովուրդը ոնց է մտածում, իշխանությունները ոնց են կարողանում վերարտադրվել եւ այդ փորձը, իմ փոքր փորձը իմ մոտ այսպիսի մի կառուցվածք է առաջացրել, որը որ կիսել եմ Բևերի խորհրդի հետ, որ Հայաստանում իշխանությունը ձևավորող, այսինքն ընտրություններին մասնակցող քաղաքացիների մոտ 15 կամ 20%-ը գաղափարական ընտրողներն են։ Նրանց ոչ կարող ես վաճառել, նրանց ձայները գնել, ոչ կարող ես վախեցնել, ոչ կարող ես կաշառել։ Գաղափարական մարդիկ են, ասենք, Բևերի ընտրողներ են դրանք, Դաշնակցության ընտրողներ են, Հայ ազգային կոնգրեսի ընտրողներ են, ասենք կարան լինեն երիտասարդական շրջանակներ, ովքեր որ լիբերալ գաղափարներով բնականաբար ժամանակների թելադրանքով տարված լինելով ուզում են երիտասարդ ինչ-որ ուժերի տեսնել, գնում են միշտ իրենց են ընտրում նախորդ երկու ընտրություններին, օրինակ քաղաքացու որոշում կուսակցությունը փորձում է իրեն դիրքավորել այդ դաշտում, նույնն էլ հիմա փորձում է անել այսպես կոչված բոլորին դեմը, այսինքն էլի երիտասարդների համար համակրելի գաղափարական շրջանակ են ու երիտասարդությունը իրենց ընտրող նորմալ աշխատավարձ ստանում, ոչ ռեժիմից կախված, չի մասնավոր, ասենք, մեծամասն կարող IT կազմակերպություններում աշխատող ջահելություն գնան ընտրեն իրենց, ինչպես նախկինում քոին կարող ընտրում էին այդպես։ Եվ իրենք էլ են գաղափարական, իրենց չես կարող վախեցնել, իրենց չես կարող գնել, ասենք, դաշնակցությունը ոնց է սպանեսել, իրանք փող չեն վերցնի, գնան, ասենք, ուրիշ մեկին ընտրեն։ Գնալու են դաշնակցության ընտրեն, ինչ ուզում ես արա, ՀԱԿ-ը, ինչքան էլ մենք կարծենք, որ իրենց գաղափարները ոչ adekvat էին, այսինքն ոնց կարող է հաղթող կողմը ուժեղանալու ճանապարհներ փնտրելու փոխարեն ասի, որ պետք է հիմա հենց հիմա հանձնենք մեր հողերը, որ հետագայում, որ բայց մարդիկ կան իրանց համար այս այսօրվա աղետը տեսան, ասում են ճիշտ էր, ասում ես մարդը, ճիշտ է, ինքն էր պաստորեն, ու ինչքան ուզում ես իրան գումար տուր, ինչքան ուզում ես կաշառ, ուզում ես վախեցրու, իրան գնալու են Լևոնին ընտրեն, գնալու են ՀԱԿ-ին ընտրեն։ Այսինքն էլի փոքր գաղափարական իրանց տոկոսը ունեն։ Հիմա այդ 15-20% կազմող այդ գաղափարական ուժերը երբեք ազգային ժողովում չեն հայտնվում, որտեղ իրենք տասնյակ գաղափարական ուժեր են, բաժանում ես այդ 15%-ը կամ 20%-ը, մաքսիմում 2% են ստանում եւ դուրս են մնում։ Նույնը նաեւ Բևերը։
Եթե նայեք վերջին երկու ընտրություններին, մինչև 2% մի 10 ուժ ձայներ է ստացել մինչև 2%-ին հասնող ու գումարային մոտ 20% ստացվում է իրանց ձայները ու եթե ասենք մեջից էլ հանենք ասենք իշխանությունների արբանյակ ուժերի Արամ Զավեններին եւ այլն այս անգամ օրինակ Գուրգեն Սիմոնյաններին եթե իրենց հանես իշխանական արբանյակներին 15% ձայն է ստացվում ընդդիմադիր ձայն որոնք երբեք Նիկոլին ձայն չեն տա ինչու եմ Արամ Զավենիներին Գուրգեն Սիմոնյաններին հանում որտեղ նրանց ընտրողները կարող են Նիկոլին ձայն տալ իրենց համար դա խնդիր չկա ասենք Խզմալյան ընտրողները իրանց չեն վերաբերվում դրան որպես կոլաբորացիոն վարչապետի, որպես թշնամու կողմից նշանակված ուժի, կարող են գնալ նաև իրան ընտրել, եթե այլ ընտրանք չունենան։ Բայց դրանց հանում ես, այն մյուս 15%-ը նրանք երբեք Նիկոլին չեն, դրանք կոնկրետ Նիկոլին ճանաչում են որպես ազգային դավաճան եւ միշտ կցանկանան, որ Նիկոլը պարտվի։ Բայց հաստատի գնում են ընտրում են իրենց գաղափարական համապատասխան ուժին, որը որ 2%-ից ավել չի ստանում եւ ըստ էության իրենց ձայները փոշիանում են։ Այսինքն ստացվում է մոտ 15% ձայն, որը որ Նիկոլին իրական տապալելու պոտենցիալ ունեցող ձայները նրանք վերանում են դաշտից լրիվ դուրս են գալիս։ Եվ հարց առաջանում, այդ դեպքում ով է Հայաստանում իշխանություն ընտրում։ Հետևաբար իշխանությունը Հայաստանում ընտրում է ոչ գաղափարական ընտրողների զանգվածը։ Ինչով են առաջնորդվում այդ ոչ գաղափարական ընտրողները։ Իրանք առաջնորդվում են կարող ենք ընդհանրացնել, մի քիչ պարզեցնել 3 բանով։ Ուժ, հեղինակություն, այսինքն ուժը նաև իշխանությունն է, հեղինակություն եւ գումար, փող։ Այս 3 չափորոշիչը ընտրությունների մասնակցողների 80%-ի առաջնորդվելու ուղենիշներն են։ Եվ բնականաբար այդ ուղենիշները առաջին ամենամեծ այդ ուղենիշները տիրապետողը դա գործող իշխանություններն են միշտ, նրանք ունեն ուժը, նրանք ունեն իշխանությունը, նրանք ունեն հեղինակությունը եւ նրանք ունեն ֆինանսները։ Եվ բնականաբար իրենք ունեն սա դեռ չհաշված պետական ապարատից բխող ձայներ, այսինքն բանակը, բանտերը, իրավապահ մարմինները, մանկապարտեզները, դպրոցները, այն ինչ որ կապված է պետական գնումների հետ, այսինքն պետության կողմից գնվող ապրանքների մասնավոր կազմակերպությունների այդ ցանցերը նրանք են, այսինքն այդ օլիգարխները, ովքեր որ մասնակցում են այդ պետական գնումներին եւ ստանում են միշտ իրենց բաժինները, իրենց աշխատողները եւ այլն, եւ մի հսկայական տոկոս միշտ իշխանությունը ունի եւ գումարվում է դրան հեղինակության ուժի եւ փողի ուղենիշները, որոնցով հասարակության մի մնացած մասը կարա առաջնորդվի էլի գնա իրենց ընտրի։ Այդպես է Հայաստանում միշտ իշխանություն ձևավորվել։ Միայն այդպես։ Գաղափարականների տոկոսները չեն անցողիկ չեն եղել եւ իշխանությանը եկել այն ուժը, որը որ ամենաշատն է այդ 3 բանից ունեցել իշխանություն, ֆինանսներ եւ հեղինակություն։ Ես ներկայացրեցի ներքին դասավորությունը։ Բնականաբար Հայաստանի նման թույլ արդեն պետություն էլ դժվար է անվանել, սա մոխրագույն զոնա է այլևս Հայաստանը, այսպիսի տարածքները արտաքին ազդեցության, մեծ ազդեցության ներքո են նաև գտնվում, եւ այդ առումով Բևերը երկար տարիներ խոսում էր նրա մասին, որ Ռուսաստանը այս աղետները պատրաստում է, ժողովրդի համար ավելի կարևոր էր ուժիշխանություն, հեղինակություն ունեցող ուժերը Բևերը հետևից բնականաբար չգնացին եւ մենք ստացանք այս աղետը եւ բայց ռուսները ուկրաինական ճակատում անհաջողությունների հետևանքով թուլանում են եւ դուրս են գալիս ակնհայտ է բոլոր տեղերից դուրս եկան Սիրիայից դուրս եկան Լիբիայից դուրս եկան Կովկասից փաստացի դուրս եկան նրանով որ Արցախից բաներին խաղապահներին դուրս բերեցին եւ Հայաստանում գլուխ բարձրացած հակառուսական, այսինքն այն ժամանակ Ռուսաստանի դեմ խոսացող ուժերը
շատ քիչ մարդիկ էին, բևեռի շրջանակն էր կոպիտ ասած, մի քանի անհատներ այս կողմ, միան կազմակերպությունը բևեռներ էր, որ կոնկրետ կարող էր ցույցեր անել Ռուսաստանի թշնամական քաղաքականության վրա մատնացույց անել եւ դրա պատճառով հալածվեր։ Հիմա դա բան է, ասենք երևում է, չէ՞, մոդա է ռուսներին թշնամի անվանելը, քաղաքացիական պայմանագիր իշխող ուժի ներկայացուցիչները իրար հերթ չտալով ասում են Ռուսաստանը թշնամի է, Ռուսաստանը դավաճանել է, մեզ Ալեն Սիմոնյան բան եւ այն բոլորը խառնվել են իրար։ Դա ինչի հետևանք է, որ ռուսները թուլացած են, թուլացել են եւ հեռանում են եւ այստեղ գլոբալ կարող ենք ասել ոչ միայն իրենք այս պետությունն, այս կայսրությունն է թուլանում եւ մասնատվում դեպի մասնատում գնում, այլ ամբողջ այդ արևելյան ուղղափառության քաղաքակրթությունն է բյուզանդական բյուզանդիայի ժառանգորդ, այսպես ասած, քաղաքակրթությունն է աչքներից առաջ վերանում, որտեղ հոգեվոր առումով ինքը աշխարհին տալու որևէ բան այլևս չունի, այսինքն հոգեվոր առումով սնանկ է, տնտեսական առումով թզուկ է, իր տարածքի համապատասխան, ռազմական առումով կար հեղինակությունը եւ անունը, որը որ Ուկրաինան հոտս ցնդեցրեց եւ կարող ենք ասել, որ այս արևելյան քրիստոնեական քաղաքակրթության դրոշը վերցած Ռուսաստանը, Բյուզանդիայից այդ դրոշը ստանձնած Ռուսաստանը, որպես քաղաքակրթություն Ռուսաստանը գնում է անկման եւ այստեղ հետաքրքիր հնարավորություն ունի արդեն այդ դրոշը վերցնել Կիևը, որպես արևելյան ուղղափառության քաղաքական ուղղափառության դրոշակակիր դառնալ, իհարկե դրա համար մի քիչ ավելի շատ բան է պետք քան այն ռազմական հաջողությունը, որ իրենք ունեցան պաշտպանելով իրենց տարածքը, պետքա որ այդ ժողովուրդը նաև հոգևոր դաշտում թռիչք անի, ինչպես որ կարողացել է թռիչք իրականացնել նյութական դաշտում կասեցնելով Ռուսաստանի ռազմական ագրեսիան։ Դա առանձին պատմություն է, ինչ կլինի այդ քաղաքակրթության հետ այս պահին մեզ այդքան շատ չպետք է հետաքրքրի, հետաքրքիր հայկական քաղաքակրթության հետ ինչա տեղի ունենում։ Եվ քանի որ Ռուսաստանը հեռանում էր եւ բևեռը ամեն ինչ անում էր, որ իմանալով որ հեռանում է լցներ այդ վակումը արևմտյան ուժերով, Ֆրանսիայով, մասնավորապես եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներով, որովհետեւ հասկանում էր որ Թուրքիան է լցվելու այդտեղ, մենք տեսնում ենք որ կարող են գնահատել, որ օրինակ առանձին անդրադառնամ, ասենք Ֆրանսիային նայելով իր հռետորաբանությունը ինչպես Արցախյան պատերազմից անմիջապես հետո նախ պատերազմին իրենց մասնակցությունը բաստոն չբերեցին, իհարկե Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականության հետևանքով, բայց միևնույն է իրենք շատ լավ հասկանում են այստեղ ռուսները ինչ են անում եւ եթե իրենց համար կարևոր էր, այդքան կարևոր լիներ հայ ժողովրդի ճակատագիրը, հաստատ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի էլ կարող են բաներ նախաձեռնել եւ իրականացնել, ինչը չեն արել, բայց ամեն դեպքում պատերազմից հետո Մակրոնը անգամ ուղիղ հայտարարում էր, որ միայն ես եմ Արցախյան հարցով աջակցում հայ ժողովրդին, անգամ Նիկոլ Փաշինյանը դա չի անում, եւ եթե հիմա գանք ինչա կատարվում, Ալիևի ու Էրդողանին փաթաթվելով մանա գալիս կարող ենք ասել եվրոպական ուղղությունը, եվրոպական չինովնիկությունը ինքը այնպիսի մի չարիքի է վերածվել, որ անգամ կարող ենք ասել կապել չունի առանձին այդ ազգերի հոգևոր արժեքների հետ, չնայած ֆրանսիական հեղափոխությունից հետո այդ հոգևոր արժեքների անկումը ակնհայտ է եւ դրա հետևանքն է, որ մենք տեսնում ենք թե ինչքան սնանկ վիճակում է հայտնվել Եվրոպան, բայց այդ եվրոպական չինովնիկություն կոչված այդ շերտը, որ առաջացել է, այդ կառավարման մոդելը, որ առաջացել է, ինքը իրանու մի հատ մեծ չարիք է, ասենք այդ իրենց համար, իրենց բնակիչների տան ջերմությանը 22 աստիճան լինի, թե 21 աստիճան լինի, իրենց համար ռազմավարական ավելի մեծ կարևորություն ունի, քան թե մի հատ ասենք հազարամյա ժողովրդի ցեղասպանվելը։ Այդքան իրենց հոգևոր անկման են եկել, այդպիսի կառավարման մոդել ունեն, որ իրենց համար չարիքը ու բարիքը նման մակարդակի իրար չեն կարող տարբերել, եվրոպական չինովնիկի համար Արցախի էթնիկ զտումը լրիվ նորմալ է, եթե Հայաստանը Ադրբեջանի ցեղասպան Ադրբեջանի ինտեգրվել է լրիվ նորմալ է, եթե դա իրենց էներգետիկ անվտանգությունը մի փոքրիկ բարձրացնելու է այս ռուսական հարձակման օրերին եւ տարիներին։ Եվ բնականաբար դրանով մենք չենք հաջողացել լցնել այդ մեր անվտանգային
տարածքը։ Այստեղ կարող ենք առանձնացնել բացառությունը բանը դիտորդական առաքելությունը, որը որ շատ կարևոր պահի եկավ, ես ժամանակին մի քանի տարի առաջ ներկայացրել եմ դիտորդական առաքելության գալուց առաջ եւ հետո սահմանային իրադրությունը, եւ մենք հիշում ենք ինչպես էր Մոսկվան եւ Բաքուն ինչպես էին պայքարում դիտորդական առաքելություն թույլ չտալու եւ չկարողացան, եւ դա մեծ աջակցություն եղել է, բայց դա պիտի դրան պետք է հետևեր այդ դիտորդական առաքելությանը պետք է հետևեր նաև ռազմական ներկայություն, այսինքն պետք է սկսեին կամաց լրջացնել եւ բևեռը նման բաների ասեմ դες ակնկալիքներ ուներ, այսինքն բնական էր համարում, որ հաջորդ քայլը պետք է արդեն ռազմական ներկայություն գա, որովհետեւ չէր կարծում, որ ձեռքերը պետք է Ֆրանսիան ձեռքերը բարձրացնի, ինչա թե Նիկոլ Փաշինյանը ասում է ինտեգրվում եմ ես թուրքական աշխարհին եւ ասի հա ինտեգրվում ես ինտեգրվում ու արդյունքում իրենց հետաքրքրեց միայն ռազմական առումով թույլ չտալը ագրեսիան Հայաստանի նկատմամբ, բայց տակից թե հոգևոր առումով, քաղաքական եւ տնտեսական առումով Հայաստանը ոնց է կլանվում թուրքերի կողմից, իրանք հեչ էլի, հեչպետներն չէ։ Նույնն կարող ենք ասել նաեւ Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ունի Չինաստանի խնդիր, որ ասում է ախպեր ջան, ուզում եք աշխարհում մարդիկ իրար ընդհանրապես չգիտեմ, գլուխ չկտրեն ու հանգիստ ֆրֆռան, պիտի օգնեք ես Չինաստանին հաղթեմ։ Ու ամեն ինչը պրոյեկտում է դրա վրա, այսինքն նաև հիմա Հայաստանի եկել է այդ թրիփի ծրագրով մտել է Զանգեզուրի միջանցքը խափանելու, բայց այն ծրագիրը, որ առաջարկվում է միջին կորիդորը, middle կորիդորը, Կասպյան կորիդորը, որը որ ենթադրում է պետք է Միջին Ասիայից Կասպից ծովով Ադրբեջանով գա Հայաստան ապրանքներ եւ ծառայություններ տեղափոխի։ Դա ինքնին Հայաստանի ենթադրում է Հայաստանի ինտեգրացիա Ադրբեջանի։ Հիմա մենք կարող ենք ռազմավարական առումով հասկանալ, որ իվարկյան, բայց Իսրայելը այս ամբողջ Աբրահամյան պայմանավորվածությունների մեջ Հայաստանին ու Ադրբեջանին գցելով, մտցնելով, ինչա նպատակ ունի Միջին Ասիան Թուրքիայի հետ ցամաքային կապ ստեղծել, Թուրքիան իրակ ուղիղ մրցակիցն է այն աստիճան, որ սպասում են երբ են Իրանի հարցերը լուծելու, որ անցնեն Թուրքիային, ակնհայտ է դա եւ այս պարագայում ասենք այս թրիփ կոչեցյալը Հայաստանի եւ Ադրբեջանի ինտեգրացիան Միջին Ասիայից, որ դեպի Հայաստան գա, հետո ուր պիտի գնա ապրանքները, ուր պետք է գնան։ Հայաստանը տուպիկ չպիտի լինի, հետեւաբար ինչ որ տեղ պիտի գնա, բայց քանի որ տեղ գնալու տեղը կոպիտ ասած Թուրքիան է, ակնհայտ է, որ ռազմավարական հեռանկարում Ամերիկան չի ուզում այդտեղ որևէ միջանցք։ Ընդհակառակը եկել է, որ այդ միջանցքը թույլ չտա, ինչ է իմիջիայլոց դրա պատճառով է, որ թուրքերը Նիկոլ Փաշինյանից առանձին ուրիշ միջանցք պահանջեցին եւ ինքը մի երկու ամիս առաջ հրապարակային ասաց, ես Գորիսով կորնիձորով ձեզ ուրիշ ճանապարհ կտամ։ Ապուշը մտածում է, թե ամերիկացիները եկել են, որ միջանցք տան թուրքերին, էլի։ Բայց չի բացառում, որ թուրքերը ձգտելու են դա այդ միջանցքը ստանալ։ Ամերիկացիները ռազմավարական իրենց շահերի տեսանկյունից իրենք մանր-մունր բաների չեն նայում կոպիտ ասած, բայց այդ մանր-մունր բաներից մեկը այն է, որ Հայաստանում Հայաստանը ինտեգրվում է Ադրբեջանին, հոգևոր առումով դառնում է պարարտանյութ Կովկասի թաթարներին։ Ասում է մոռացեք ձեր անցյալը, մոռացեք ձեր արժեքները, մոռացեք ձեր եկեղեցին, ինտեգրվեք Կովկասի թաթարներին։ Հիմա Ամերիկայի Վաշինգտոնյան կաբինետից որ նայում ես, հարցակումը թույլ չեն տվել Սյունիքի վրա, մտածում են դա բավարար է։ Չէ, ախպեր ջան, բավարար, ձեր համար է բավարար։ Մեր համար բավարար չի, մեզ տակից քանդում ոչնչացնում են մեզ։ Եվ Բևերի նման գաղափարախոսության ուժը, երբ որ շփվում է այս մարդկանց հետ, ես հիմա մի փոքր գաղտնիք կբացեմ Բևերի խորհրդի այսպես ասեմ, թույլտվությունը չունեմ, բայց կարծում եմ, որ կարող եմ ինձ թույլ տալ դա ասել, դրա մասին խոսել, նաև ընդգծելու համար, որ Բևերի կոնկրետ լոբիստական աշխատանքը որոշակի հաջողություններ ունի, նա շնորհակալություն Դավիթ Գրիգորյանին եւ մեր լոբիստական թիմին եւ այդտեղ աջակցությունը կարծում եմ պետք է շարունակել եւ այլ շրջանակներ կան, որոնք նույնպես հետաքրքիր են իմ կարծիքով
որոնք վրա արժի մեր լոբիզմով դուրս գալ։ Ես դրա մասին խոսել եմ, խորհրդին փոխանցել եմ։ Բևերին հաջողվել է, Բևերին նկաշին հաջողվել է ԱՄՆ չասեմ որ դեպարտամենտի, չասեմ որ պաշտոնյայի հետ ամենաբարձր պաշտոնյաներից մեկի հետ Վաշինգտոնում հանդիպում ունենալ։ Այն մարդու հետ, ով որ զբաղվում է նաև հայաստանյան ուղղության պաշտոնական հատվածներով, այդքան բարձր մակարդակի, եւ այդ մարդիկ ուղիղ ասել են Բևերին, որ ձեր վերաբերմունքը մեր դաշնակից Թուրքիայի նկատմամբ մեր համար մտահոգիչ է։ Ոնց է ձեր համար ժողովուրդ ջան։ Այսինքն Բևերը անգամ գիտեք ինչ, անգամ ինձ դա ասում է, որ ԱՄՆ-ի պետական ինստիտուտները այնպիսի մեծ իներցիայով են գործում, որը անգամ եթե այնտեղ կա ինչ-որ շրջանակ, որոնք որ Չինաստանի, այսինքն արդյունքում Չինաստանի ճակատում հաջողության համար մտադրվել են Իրանը դեպի իրենց քաշել, անգամ Ռուսաստանը դեպի իրենց քաշել, Հնդկական օվկիանոսը միացնել Եվրոպային Իրանով, այդ ընթացքում Թուրքիան թուլացնել կամ գուցե անգամ մասնատել, չգիտեմ, կարող է չեն մտածել, բայց այն հեռավորությունը, որը որ անգամ Բևերի խորհուրդը տեսնում է Ամերիկայի գործողություններում, պետական բարձրագույն ինստիտուտներում իներցիան այնքան մեծ է, իրենք այդտեղ չեն էլ իրենց համար անհասկանալի է, որ կարող է, դեռ անընկալելի է, որ կարող է Հայաստանում այսպիսի էգզիստենցիալ հոգևոր, այսպիսի անկման էս էգզիստենցիալ խնդիրների պարագայում ազգային ուժ լինի, ում պետք է ուժեղացնել։ Այսինքն չեն հասկանում, որ Հայաստանի գոյության համար ինչքան կարևոր է ազգային արմատները, անգամ այսպիսի իրավիճակում, անգամ եթե ձեր համար դեռևս Թուրքիան գործընկեր է։ Հա մի ձեռով թող ձեր գործընկերը լինի, մյուս ձեռով հայ ժողովրդի կարևորը ազգային ինքնություն պահպանությունը, չէ։ Դուք հեռահար պլաններ ունեք, հայ ժողովուրդը հազարամյակներով տարբեր քաղաքակրթությունների փոխհարաբերությունների մեջ իր առաքելությունն է ունեցել, իրանք անգամ հեռու չեն էլ պատկերացնում, թե դա ինչի մասին է խոսքը, հələ այդտեղ չեն հասել, բայց փաստ են արձանագրում, որ դա այդպես է, իրենց համար որպես գործընկեր մտահոգիչ է, որ նման գաղափարախոսության ուժը լինի քաղաքական դաշտում, ել չեմ ասում, որ հələ մի հատ էլ աջակցություն ստանա այնպիսի պարագայում, երբ որ ներքինը քննարկեցինք, ներսում պետք է ուժ ունենաս իշխանություն ու փող, որը Բևերը չունի։ Այդ պարագայում, որպեսզի գոնե ինչ-որ ձև դու կարողանաս ներկայանաս եւ կարողանաս քո քաղաքականությունը առաջ տանես, արտաքին աջակցությունը անհրաժեշտ, որը ոչ եվրոպական կողմից ունենք, ոչ ամերիկյան կողմից։ Իհարկե այստեղ կարող են ասել, բայց հեսա Իրանը պետք է փոխվի, այսօր եկուց եւ այլն։ Կարող է փոխվի, կարող է ամիսներ տևի այս վիճակը։ Ոչ այս կողմ վիճակը, ոչ այն կողմ վիճակը։ Չգիտենք ինչ կլինի։ Ժողովուրդ ջան, ուրիշի հետ հույսեր կապել չի, այդ առումով չենք կարող։ Հույս ենք կապում Արցախի հարցում, որ Իրանը կմիջամտի, ռուսները վերջի կարմիր գիծ կունենան, այդքան հակահայ չեն լինի։ Ոչ մի գիծը չաշխատի։ Ֆրանսիացիները ինչ որ բան գիծ կունենան, որից այն կողմ մի քիչ մեջները դգոլ կառաջանա։ Ամերիկացիները ինչ որ գիծ կունենան, որ ասենք ամշո որ Վուդրո Վիլսոնը իր վճիռները երբ որ գրում էր, ներկայացնում էր, ասում էր այս ժողովրդի հետ մեր քաղաքակրթությունը հոգևոր առումով կապեր ունի։ Քրիստոնեական քաղաքակրթություն է, մենք պարտականություն ունենք այս քաղաքակրթության նկատմամբ ամեն ինչից զատ, քաղաքական բոլոր հաշվարկներից զատ, հələ նայեք ինչ արժեքային բարձրության մասին է խոսքը գրում, հələ ու այսօրվան է նայեք, էլի,
ոչ մի կարմիր գիծ փաստորեն չէր մնացել, այսինքն աղետի հասանք ու հիմա էլ գնում ենք դեպի Ադրբեջանի հետ ինտեգրացիայի։ Աշխարհի քաղաքական իրադարձությունները տանում են Հայաստանը Ադրբեջանի հետ ինտեգրացիա։ Եվ այսպիսի այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու համար ընդհանրապես անհրաժեշտ է, որ իրենից քիչ ուժ, այսինքն իրեն մրցակից ուժ չլինի, իրեն մրցակից հեղինակություն չլինի եւ իրեն մրցակից ֆինանսներ չլինեն։ Մնացած բոլորը թող գան մասնակցեն, ընդդեմ Նիկոլի քվեարկեն Բևերին, Դաշնակցությանը, Կոնգրեսին, բոլորին դեմեմին, Նինայենց, Կարապետյանց ում ուզում եք։ Եկեք քվեարկեք ձեր 1-2% ստացեք, թռեք։ Ես վերարտադրվում եմ։ Եվ արդեն այդ մարդիկ եկեղեցու վերաբերել սահմանադրությունը ոտնահարելով, եկեղեցու վերաբերել կետեր են գրում իրենց ծրագրում։ Կաթողիկոս պիտի փոխենք, բան դա ծիծաղալի է։ Այսինքն սահմանադրությունը արգելում, իրենք բռնած սահմանադրությունը ասում սահմանադրությունն ենք փոխելու։ Կարան սահմանադրություն գրեն, եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է փոխի կաթողիկոսին, ուրեմն կարա փոխի։ Այդքան խնդիր չունեմ, էլի, այդքան այլանդակ վիճակ։ Բայց հանկարծ մեկ էլ աշխարհի ամենահարուստ հայը հայտնվում է Հայաստանում, ի աջակցություն եկեղեցու խոսք է ասում եւ դրա համար բանտարկվում։ Հետո քաղաքական պայքար սկսում եւ գնում ընտրությունների։ Հիմա այս իմ թվարկած կրիտերիաների մեջ արդյոք Սամվել Կարապետյանը մրցակից է Նիկոլ Փաշինյանը։ Փողով այո, հեղինակությամբ այո, ուժով կարող ենք ասել այո, փողի ու հեղինակության շնորհիվ նաև ուժով։ Հիմա մեր ընկերներից շատերը չեն սիրում տենց շատ բարդ մոդելներ եւ փորձում են ամեն ինչ բարձեցնել, բարձեցնում են, ասում են դե նույնն է, այսինքն Սամվելին բերել են, որ ոնց որ անցած անգամ Քոչարյանին բերել էին, որ Նիկոլը ընտրվի, ինչ հետ ես համաձայն եմ Քոչարյանին ընդգծելով անցած անգամ պատերազմ պարտված Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, որտեղ Քոչարյանի պատկերացրեք էլ ինչ աբսուրդ է, բայց փաստ է դա կյանքը արդեն ցույց տվեց, որ այդպես է։ Հիմա բայց ասում են, հիմա Սամվելին են բերել, որ Նիկոլը ընտրվի։ Ես ես հարց եմ տալիս իմ ընկերներին։ Մտովի Սամվելին հանեք քաղաքական դաշտից։ Նիկոլին ինչ-որ բան խանգարում է ընտրվել։ Պատասխան ոչ, չի խանգարում։ Նիկոլը հեշտ ու հանգիստ գնալու է ընտրվի։ Հետևաբար այն կարծիքը, թե Սամվելը բերվել է, որ Նիկոլը ընտրվի, ճիշտ չի, այդպես չի։ Հաջորդ մտահոգությունը, հիմա արդյոք ինքը կարող է, այսինքն կարող է ինքը մեր քննարկած մոդելի շրջանակներում կարող է ինքը մրցակցել Նիկոլ Փաշինյանի հետ, մենք հասկացանք, որ կարող է մրցակցել, եթե թույլ տան, հիմա եթե իրան, տեսեք, քանի որ գաղափարական մասը չի ընտրողը անգաղափար մասը, մեծ մասը ընտրողների անգաղափարական իրանք են իշխանությունը Հայաստանում միշտ վճռել։ Հիմա այդ անգաղափար մասային մոբիլիզացնելու համար ֆինանսներ են պետք եւ մարդկանց բանը, այսինքն մարդիկ պետք է հավատան, որ հնարավոր է տապալվի Նիկոլ, այսինքն այնպեսի ուժ է իր դեմ դուրս եկել, որ հնարավոր է տապալի եւ գնան ընտրեն։ Ոնց որ ասենք Ռաֆի Հովհաննիսյանին, ինչ որ պահի հավատացին, որ կարա Ռաֆին տապալի Սերժին, գնացին բոլորը ընտրեցին Ռաֆի Հովհաննիսյանին։ Այդ զանգվածը, որը որ Ռաֆի գաղափարներից ընդհանրապես տեղեկ չէր։
Այսինքն Սերժի նկատմամբ ատելությունը կար, հասկանում եմ, որ ինքը լավ չի, պետք է փոխվի, բայց չէին գնա որևէ մեկին ընտրելու տունը կմնային կամ կգնային հենց Սերժինը կընտրեին, փող կվերցնեին կամ մի բան խոստում կստանային։ Հիմա նույն ձևով կա մի հատ ուժ, որը որ ընդունակ է այդ անգաղափարական մեծ զանգվածին մոբիլիզացնել իր ֆինանսներով, իր հեղինակությամբ եւ իր ուժով եւ տանել Նիկոլի դեմ ընտրել տալ։ Կա այդպես ուժ, ինքը իրենք այդ ուժն են, այդ ուժը ունեն, իրենք փողով ֆինանսապես նրանց ցել են լավ։ Հիմա թե ուրիշ ինչ բացասական բաներ ունեն, կքեզ հերթով կքննարկենք։ Իրար հետ քննարկենք, հասկանանք։ Հիմա արդյոք Սամվելը ու Նիկոլը նույնն են, այդ հարցին պատասխանենք։ Ուրեմն մի կողմում ունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից աջակցություն ստացած իրենց ռազմական բանի շտաբի պետը բանը հայտարարություն անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ մեկ ձեռք չտա Թուրքիայի շտաբի պետը այդ մարդիկ պատերազմ են հայտարարել Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցուն, ասում են դուք իրավունք չունեք հայկական ինքնության հիշողության համար խարիսխ մնալ, մենք փոխում ենք հայկական ինքնությունը, դուք խանգարում եք ձեր լինելով կոնկրետ աղանդավորական շարժումը նախաձեռնել եկեղեցու դեմ, հրավիրելով ամենավարկաբեկված հոգևորականներին իր շուրջ եւ շարժումը իրականացնում եւ խոսում է Ադրբեջանի հետ ինտեգրացիայից, այսինքն մենք գնալու ենք էներգետիկ ինտեգրացիայի Ադրբեջանի հետ, ֆինանսատնտեսական ինտեգրացիայի, լոգիստիկ ինտեգրացիայի, ամեն ձև ասում է, որ հայ ժողովուրդը պիտի դառնա կովկասի թաթարների համար պարարտանյութ։ Հիմա գանք Սամվել Կարապետյանին, միլիարդատեր, մարդ, ով որ երևի կյանքում տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, բանտ չի նստել իր միլիարդների համար, որ գումար աշխատի, իր անձնականի համար, բայց մարդը եկավ բանտ նստեց նրա համար, որ ասեց, ես եկեղեցու դեմ ես հալածանքները, եթե դուք չավարտեք, ես իմ ձևերով ինքս է կդիմադրեմ։ Այսինքն եկեղեցու համար մարդը գնաց նստեց բանտ, որ ամբողջ կյանքում իր փողի, իր երեխեքի, իր ընտանիքի համար բանտ չի նստել, կարող է առիթ չի եղել կամ կարող է եղել է, բայց խուսափել է, այդքան բան չի ուզեցել տա։ Բայց իր եկեղեցու համար գնաց նստեց։ Տարբեր է Նիկոլ Փաշինյանից, թե տարբեր չի։ Ակնհայտ է, որ տարբեր է։ Ռուսաստանի հետ կապերը։ Հիմա իմ Facebook-ի հետևողները Facebook-յան էջին գիտեն, որ Ռուսաստանի հետ ամենամեծ կապը Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում ունի Նիկոլ Փաշինյանը։ Նա ուղիղ խոստովանել է, որ ես Ռուսաստանի գործակալ եմ եղել 18-ից 21 թվականներին եւ հրապարակային խոստովանություն ա տվել, թե ինչպես է ինքը Արցախը հանձնել ռուսների պահանջով Ադրբեջանին։ Ռուսական շահի համար, որ այնտեղ ուկրաինական ճակատում թուրքերի օգտին թուրքերը նեյտրալություն ապահովի ուկրաինական ճակատում։ Մարդը ուղիղ խոստովանել է, որ ես իմ ազգին դավաճանել եմ ռուսների կայսրության շահերի համար։ Արդյոք հնարավոր է աշխարհում մի հատ ուրիշ հայ գտնել, որ նման չափի ռուսների օգտին ինչ որ բան արել է։ Ոչ, հնարավոր չի գտնել։ Այսինքն եթե Սամվել Կարապետյանը գա ու ամբողջ Սյունիքն էլ հանձնի ռուսներին, ավելի մեկ է ինքը հələ ավելի քիչ հանձնած լինելու ռուսներին, քան թե Նիկոլ Փաշինյանը արդեն արել է, ապացուցել է իր կյանքով, որ նա դա է։ Հաջորդը, արդյոք նա իր միլիարդները, որ աշխատել է, չի հետևում, որ ինքը անընդհատ կախվածության մեջ է լինելու ռուսներից։ Եկեք միասին մտածենք, ասենք մարդը, որ միլիարդը աշխատել, շնորհք ունի, այդ մարդը թե չունի։ Հավանաբար ունի, չէ՞ որ միլիարդը աշխատել։ Այսինքն ինքը մենք հələ որ քաղաքականության մեջ մի քիչ լինելով հերվից կարողանում ենք գնահատել
Ռուսաստանում ինչա կատարվում, հա, ասենք կարող է հասկանում ենք, որ գնում է ամեն ինչ դեպի պետականացման, մասնավորից խլում են, այնտեղ արդեն օլիգարխների միջև այնպիսի կռիվներ են գնում, որ անգամ Եդինայա Ռոսիայի 30 տարվա հովանավորի ձեռքից բիզնեսներ են խլում, այնքան ռեսուրսը քչած է։ Եվ ամեն ինչ գնում է, այսինքն դեպի պլանային տնտեսություն։ Այսինքն մարդը բիզնեսմենը, որ միլիարդներ աշխատե կապիտալիստական օրենքներից ելնելով Ռուսաստանում եւ տեսնում է թե այսինքն գումարը ինչն է գումար բերում, ինչպես է գումարը, որտեղ կա ռիսկեր, որտեղ չկա ռիսկեր։ Այդ մարդը առաջին մեզանից 1000 անգամ ավելի շուտ տեսել է Ռուսաստանում տնտեսությունը ուրա գնում։ Իմ ունեցած տեղեկություններով իմ չասեմ ով այնց դա ասել, իրենց հետ կապ ունեցող ինչ որ մի մարդ է, որ գործի բերումով ում հետ ես շփում ունեմ, նա ինքը ինձ ասել է, որ Ուկրաինայի դեմ հարձակումից հետո այդ մարդը իր գումարների, նախ ինքն է դուրս եկել եւ գումարների մեծ մասը դուրս է բերել Ռուսաստանից։ Դուք կարող եք ձեր շրջապատում ճշտել, արդյոք այդպես է թե չէ, իմ կարծիքով այդպես է։ Այսինքն ես ենթադրում եմ, որ ինչ որ բան մնաց պահել է, բայց մեծ ամասամբ ինքը դուրս է բերել եւ բնականաբար չի նշանակում, որ եթե ասենք 1 միլիարդ էլ այնտեղ մնացել է, ինքը բնականաբար շահ ունի այդ 1 միլիարդն էլ պահելու կամ 500 միլիոնը, բնականաբար ինքը չի քաշի դրա վրա, եթե հնարավորություն ունենա, բայց եթե համեմատես այն մարդը, որ պատրաստ է իր եկեղեցու համար, իր սրբությունների համար բանտ նստել առանց ֆինանսական շահերի, ընդհակառակ ինքն է այդտեղ կորուստներ ունենում։ Նման մարդը արդյոք ընտրություն ունենա իր 1 միլիարդի եւ իր սրբությունների կընտրի իր 1 միլիարդը, ես օրինակ կասկածում եմ շատ։ Ես օրինակ վստահ եմ Նիկոլ Փաշինյանը կընտրի 1 միլիարդը։ Կասկած չունեմ, ասենք նա արդեն դա ցույց է տվել, արել է դա ինքը։ Բայց ասենք Սամվել Կարապետյանը տենց բան կանի, ես չեմ կարող պնդել, որ կանի։ Առնվազն եկեք այդտեղ համաձայնենք, որ չենք կարող պնդել, որ նա դա կանի։ Հաջորդը, արդյոք Սամվել Կարապետյանը ինքը նույնպես ուզում է, որ Ադրբեջանի հետ ինտեգրացիա գնա։ Իր հռետորաբանությունը նման չի դրան։ Ասենք Նարեկի խոսելը եւ իրենց ուժի հայտարարությունները նրա մասին են, որ մենք որ Ռուսաստանի հետ Ռուսաստանից հեռացում չպիտի լինի, համաձայն կլինեմ ես ձեր հետ, որ այդպես այդպիսի բան ասվել է եւ մեր համար դա կոպիտ ասած ընդունելի չի, գլոբալ առումով ընդունելի չի։ Եթե պիտի այդ հեռանալը լինի թուրքերով լցվելու հաշվին, չէ՞։ Մենք քննարկեցինք, հասկացանք, որ Եվրոպայի այստեղ հայտնվելը, այսինքն Եվրոպան այնքանով է եկել այստեղ ուզում Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի մեջ լինի, այնքանով, որ ինքը ինտեգրվելու է Ադրբեջանի հետ ու ալտերնատիվ էներգետիկ աղբյուր է հանդիսանալու Եվրոպայի համար։ Այդ է Եվրոպայի բանը, Ռուսաստանին հեռացնելու մոտիվացիան։ Բայց գլոբալ առումով, ժողովուրդ ջան, մեր գաղափարակիցներին եմ ես ասում։ Ես խոսքի սկզբում ասեցի, կարող եմ ժամերով հիմնավորումներ բերել, որ ռուսական քաղաքակրթությունը գնում է դեպի վերացում։ Անկամ եթե Ռուսաստանից կախվածություն ունեցող մարդ նստի Հայաստանի վարչապետ, ինքը 1000 անգամ ավելի անկախ է լինելու, քան թե թուրքական ներկայացուցիչ նստի այնտեղ։ Որը որ ես կրկնում եմ, իմ դիտարկմամբ, ինչքանով որ ես հերվից կողքից դիտարկում եմ, այդ մարդը ռուսական գործակալ չի։ Այդ մարդը ունի Ռուսաստանում հետաքրքրություններ, այդ մարդը նաև մտածում է, որ տնտեսությունը Հայաստանի կտրուկ չպիտի շրջադարձեր անի Ռուսաստանից, որը որ վիճելի հարց է։ Այսինքն ես այն պարագայում, եթե ինձ ասեք, որ այդ Ռուսաստանյան աորտայից կտրվելը պիտի կոմպենսացվի Ադրբեջանի հետ ինտեգրացիայով, ես կասեմ ոչ Ադրբեջանի ինտեգրացիային, այն ռուսականը թող շարունակի, ռուսական աորտան, որովհետև ես վստահ եմ, որ ռուսական քաղաքակրթությունը սա ասելով ես Ռուսաստանին ավելի մեծ թշնամի եմ համարում, այսինքն ավելի վտանգավոր թշնամի է, ոնց որ Ռուբեն Դարփինյանը գրում է, չէ՞, մեզ հեշտ է թուրքերին
հասկանում ենք իրենց նպատակները, փորձ ունենք ժողովուրդը գենային մակարդակով, որտեղ վտանգները տեսնում է, ռուսական վտանգը չի զգում, չի կարող զգալ, դա վտանգը շատ մեծ է, բայց այդ անգամ այդ պարագայում վստահ լինելով, որ ռուսական քաղաքակրթությունը գնում է դեպի անկման, հայ ժողովրդին այս պահին ձեռք է տալիս ոչ թե Ադրբեջանի հետ ինտեգրացիան, որը որ հայ ժողովրդի ինքնությունը ոչնչացնելու գնով է։ Չնայած ռուսներն էլ են այնպես չի, որ ռուսների հայ ժողովրդի ինքնությունը ոչնչացնելու փորձեր չեն արել։ Գնում էին Արցախում ռուս ռոպագանդիստներն ասում էին դուք հայ չեք, դուք ավելի բարձր ժողովուրդ եք, այսպեսի բաներ էին անում։ Բայց իրենց վիճակը, իրենց թուլությունը եւ իրենց մշուշոտ հեռանկարները հուշում են, որ հայ ժողովրդի համար ավելի քիչ վտանգավոր ճանապարհ կա։ Եվ ժողովուրդ ջան, ես այս ամեն ինչը ասելով ուզում եմ ամփոփեմ ու ասեմ, որ իմ դիտարկմամբ Հայաստանը ավելի ծանր վիճակում է, քան մենք բոլորս կարող ենք պատկերացնել, եւ իմ դիտարկմամբ 2027, եթե սա Նիկոլը վերընտրվի, 2020 թվականին Հայաստանը կարող է պարզապես չլինի, այսինքն Ադրբեջանի հետ ինտեգրացիան մի վիճակի հասնի, որ պրոստը հայկական դրոշ իջացվի, իմաստ չունենա հայկական դրոշ լինելու այստեղ։ Այդ դեպքում ոչ բևեր կլինի, ես վստահ եմ Նիկոլի վերընտրվելուց մի շաբաթ հետո գնալու ենք աթողիկոսին դուրս շպրտեն, բերեն գցեն բանտ, ասել մենք ժողովուրդը մեզ մանդատ տվեց, այսինքն առանց ուրիշ մանդատ ստանձնելով, որ ասել են Շուշի ու Հադրութ ենք հետ բերելու, եկան լրիվ շուռ տվեցին, Արցախը ամբողջությամբ հանձնեցին Ադրբեջանին, գնացել են կպել են եկեղեցուն, ասում են պիտի կաթողիկոսին փոխենք, որտեղ ազգային անվտանգության խնդիր է, իրենք ազգային անվտանգության խնդիր լինելով հələ մանդատ չունենալով նման բան էին անում, բա հիմա որ մանդատ ստանան ճակերտա, որ ասեն մեզ ժողովուրդը ընտրեց, պատկերացնում եք ինչ են մտնելու, գալու են ծեծելու են BVR-ի օֆիսը, ասեն ժողովուրդ ջան, հայդա բանտ, մանդատա տվե մեզ ժողովուրդը, ով է բռնելու ձեռքը դրանց, ոչ մեկ։ Այս վերլուծությունների հիմքով ես հանգել եմ այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանին պետք է ընտրություններով տապալել, միակ հնարավորությունն է մնացել, եւ այդտեղ Ռուսաստանի շանտաժները այս 30 տարի մեզ կոպիտ ասած մեր համար սպառնալիք էին, այս պահին մեր համար լծակ են, որ ճիշտ դուրս գանք, այսինքն այն միլիոնանոց զանգված Ռուսաստանի հայերի, որ վախենալու է Ռուսաստանի Հայաստան կապը լրիվ վերանա, այդ Օվերչուկյան շանտաժների տեսքով գալիս է օգնելու մեզ, իմ դիտարկմամբ առնվազն։ Եվ Սամվել Կարապետյանը ունի անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները իմ դիտարկմամբ, որ այդ զանգվածի մոբիլիզացիան ապահովի եւ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին թշնամի ճանաչող, որպես դավաճան ճանաչող, բայց կոպիտ ասած ոչ այդքան գաղափարական շրջանակի մոբիլիզացնի եւ տանի ընտրել տա իրեն, որը որ Հայաստանին համար ժամանակ է շահելու, Հայաստանի համար ժամանակ է շահելու եւ ես փորձեցի մաքսիմալ տենց քննադատական տեսանկյունից մոտենալ այդ ուժին, որ դուք զգաք, որ ես չեմ փորձում ինչ-որ բաներ, սուր անկյուններ կլորացնել, այսինքն ամբողջ քննադատական այն ինչ-որ արժանյա քննադատվելու իրենց, ես պահում եմ մտքիս մեջ, բայց դրանով հանդերձ եմ եկել այս եզրակացության, բայց նաև ասեմ, որ ավելի գլոբալ բան եմ ասում, ժողովուրդ ջան։ Նաև օրինակ հենց Նարեկի երեկվա ելույթը լսելով Կարապետյանին, ես կարող եմ ասել, որ այդ մարդը, այդ տղան արժեքներ ունեցող մարդ է եւ նա եթե կանգնել է հրապարակում ասում է ես այս միլիարդատերոջ եղբոր տղայա, ամեն ինչ ունի կյանքում, կարար, չգիտեմ, ասենք հայ ժողովրդի երազած Իտալիաներում ու Շվեյցարիաներում ամբողջ կյանքը, հազարատ կյանք ապրել։ Կանգնած հրապարակում ասում է, որ ժողովուրդ ջան իմացեք, որ մենք մեզնից վերև տեր ունենք, մենք անտեր չենք, Աստված է մեր տերը, մենք չենք մեր
ինչ որ անում ենք դրա վերջնարդյունքի համար, մենք չենք երաշխավոր։ Դա այնպիսի հոգևոր զարգացվածության աստիճան է ենթադրում, որը որ իմ դիտարկմամբ մեր հասարակության 99%-ը կներեք էլի, որ նման պիտակավորում եմ անում, հազար ներողություն, չի տիրապետում։ Այսինքն այս տղան մի բաներ է հասկացել, որ նաև հուշում է իր ընտանիքի ով լինելու մասին։ Այսինքն իրենց համար փողը չի կարևորը։ Իրենց համար Աստված է կարևորը, փողը Աստված տվել է ինչ-որ մի բանի ծառայեցնելու համար։ Եվ ես ձեզ ասեմ, եթե ինձ 15 տարի առաջ հարցնեիք, ասեիք, լավ, բայց ժողովրդի մեջ արդյոք մի հատ միլիարդատեր չլինի, որ իր ֆինանսները ծառայի հայ ժողովրդի շահերին։ Մենք պիտի գնանք, գիտեք ինչ ասենք, քաղաքից քաղաք, Վաշինգտոն, Մոսկվա, բան եւ այլն, պետքա Փարիզ, բան, ամբողջ աշխարհը պետքա ոտի տակ տայինք, խնդրեինք, համոզեինք, բևեր իր ամբողջ ինտելեկտուալ պոտենցիալով, բան, խնդրեր, բան եւ այլն, որ ինչ որ մի հատ միլիարդատեր իր ֆինանսները ծառայեցներ ոչ թե զուտ իր ընտանեկան ֆինանսական բաներին, բիզնեսի աճին, այլ հայ ժողովրդի շահերին։ Եվ հիմա Հայաստանի հայ ժողովրդի ամենահարուստ միլիարդատերը Աստծո կամոք եկել է իր միլիարդները դրել է հայ ժողովրդի քաղաքական շահերի համար պայքարում է։ Դա ոնց ասեմ, այն որ խեղդվող Աստծուց օգնություն է խնդրում, նավակը գալիս է, ասում է, ես Աստծուց արդեն խնդրել եմ, դու գնա ինձ պետք չի օգնես, ես վախենամ իմ գաղափարակից ընկերներից շատերը այդ հոգեվիճակում լինեն, չտեսնեն, չլսեն, թե ինչ է իրենց շուրջ կատարում, թե ով են այս մարդիկ, ինչ են անում, արդյոք նույնը չեն։ Կարծիք կար օրինակ Բևեռլի խորհրդում, որ մեր աջակիցները երբեք Սամվել Կարապետյան չեն ընտրի։ Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, եւ ձեր կարծիքը գրեք այս տեսանյութի տակ։ Եթե գիտեք, որ Ադրբեջանի հետ ինտեգրացիայի է գնալու Նիկոլ Փաշինյանը, որ ընտրվի, եւ նրա չընտրվելու միակ հնարավորությունը այն է, որ Սամվել Կարապետյանը կարողանա մոբիլիզացնի այդ զանգվածներին եւ իրան ընտրել տա։ Դուք որպես գաղափարական մարդիկ, ովքեր հստակորեն գիտեն, որ Ռուսաստանը հայ ժողովրդի թշնամություն ա արել, թշնամի է գլոբալ առումով եւ պատմական հեռավորության մեջ եւ այս օրերին մեր աշխով տեսած իմանալով, որ այդ մարդը դրական վերաբերում, չասեմ լավ, էդ էլ է բան էլի, որ մարդկանց թվում է, թե մենակ իրենք են էլի, այսինքն կես կյանքը ապրում, չէ, իրանց այս մարդկանց աչքի առաջ Արցախը ռուսները հանձնել են ժողովուրդ ջան, բոլորիս աչքի առաջ, Ռուբեն Վարդանյանի աչքի առաջ, Սամվել Կարապետյանի աչքի առաջ, Նարեկ Կարապետյանի աչքի առաջ։ Իրանք են դա տեսել։ Ես շատ կասկածում եմ, որ իրենց մեջ դրական բան է մնացել ռուսների նկատմամբ, այն որ իրենք փորձելու են ռուսական լծակը օգտագործել մանավանդ ռուսահայության մոբիլիզացիայի համար այս ընտրություններին, դա ոչ թե դա վատ է, հենց լավ է, որ դա է, բայց հենց լծակը, դա միակ այդ լծակին ոնց բռնես, ձեռքա չէ պետք է այդ լծակը բռնելու համար, այդ լծակը, այդ ձեռքը Սամվել Կարապետյանը ունի, եթե Սամվել Կարապետյանը այդ լծակը չօգտագործի, այդ լծակը մնալու է չօգտագործված, եւ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է, այսօր մեզ ձեռնատու է, որ այդ շանտաժով կոպիտ ասած, եթե Նիկոլ Փաշինյանը պատերազմի շանտաժով է ուզում իրեն ընտրել տալ, ինչը 21 թվականին աշխատել է, ապա շատ լավ է, որ իր մրցակիցն էլ ասի ժողովուրդ ջան, Հայաստան-Ռուսաստան կապը կտրվելու է, դուք չեք կարողանալ գնալ ձեր հարազատներին տեսնել, Օվերչուկյան շանտաժը, շատ լավ է որ կա, պետք է մատերիալիզացնել այդ շանտաժը, որովհետև իշխանություն ընտրող զանգվածը դրանով է, որ մոբիլիզանում է, գաղափարով չի մոբիլիզանում, ցավոք սրտի։ Հա, բայց Աստված է որոշում, ոնց փրկի մեր ժողովրդին, եթե որոշել է այսպես փրկի, մենք չպիտի ասենք, չէ, այս մի նավակը թող գնա, մենք հաջորդ նավակին կսպասենք։
իմ կարծիքով հաջորդ նավակ չի լինելու։ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում Հայաստանը Ադրբեջանի հետ ինտեգրացիա է գնալու, մեր բոլորի հետևից էլ գալու են մեծ բանտերն են գցելու։ Էդ էլ ասեմ Ժորժ ջան, այնպես չի չէ որ ասենք դուք պայքարում էիք փողոցում, ասենք ես փախա։ Ասենք մինչև հիմա մերոնցից մարդիկ կան, օրինակ մեր Հերմինեն, որ շատ սիրում եմ, ինքը առաջիններից մեկն է զանգել ինձ եւ ինձ բարի խոսքեր ասել, շնորհակալ եմ շատ Հերմինեին։ Օրինակ Հերմինեն մինչև հիմա ասում է Սրբազանին որ միացանք, այդ դրա համար լիքը մարդ մեզանից հեռացավ։ Ժողովուրդ ջան, պրոստը մոռանում ենք, չենք հիշում ինչ էր կատարվում, էլի։ Մենք Տավուշում հողերը հանձնելու դեմ ցույց էինք անում Երևանի Աբովյան փողոցի վրա ենք վերջի անգամ անում։ 200 հոգի կլինեինք, եկան կանգնեցեցին բերետավորները, ինձ այն հայտնի նկարը որ շուռ տվեցին, երկու կողմից քաշում են, գոնե մի կողմից քաշեին, այնքան շատ են մեզնից, այնքան շատ էին, որ մի կողմից մի ոտս էին քաշում, մյուս կողմից մյուս ոտս էին քաշում, ու իրանք իրար դեմ մրցակցում էին, ասում են ոնց ինչի չի թողում ոտքը։ Ճոգում եք, այսինքն կներեք այդ բառ։ Ու տենց շուռ տվեցին ինձ տարան ոստիկանություն 150 200 հոգուց 150 հոգու բերման ենթարկեցին ու ժողովուրդը չէր միացել, չէր դիմադրում։ Առանց կրակոցի հողեր էին հանձնում, մենք բողոքում էինք առանց Սրբազանների, առանց Սամվել Կարապետյանների, առանց Ռոբերտ Քոչարյանի, առանց որևէ մեկի։ Ու ժողովուրդը չէր միանում, կարողա փախել ենք մենք։ Մեզ չեն առաջինը տարել։ Մեզ չէ տարել ժողովուրդը, չենք փախել։ Մեր վրա է դատ հիմա գնում, չէ՞։ Չենք փախել, չէ՞ դատերից, չենք գնացել համագործակցության, որ այդ դատերը փակեն։ Փողոցում էլ ենք պայքարել, ընտրություններում էլ ենք պայքարել։ Բայց պիտի գնահատես չէ իրավիճակը։ Այսինքն մարդ պետք է հասկանաս այդ մարդը ինչի չի մոտենում, ինչի չի միանում։ Չի միացել, ինչ որ բան սխալ եմ ասել, որ չի միացել ժողովուրդը կամ ինչ որ մեկ ուրիշ ինչ որ բան սխալ է ասել։ Ասեք, որ այս բանը սխալ է ասվել, այդ դրա պատճառով ժողովուրդը չի եկել։ Սրբազանի որ միացենք, Սրբազանին չէր միացել 150 հոգուն տարան ոստիկանություն, մի քանի ժամ հետո բաց թողեցին ու ինչ ուզում ես արա ու հողերը հանձնեցին։ Սրբազանը ինչ կապ ունի դա Հերմին ջան։ Չի գալիս ժողովուրդները չեն, ժողովուրդը չի գալիս միանում, ինքը չի ուզում պայքարի այտենց, չի տեսնում այտենց պայքարի ձև, ուժ չի տեսնում, փող չի տեսնում, հեղինակություն չի, իշխանություն չի տեսնում, չի գալիս։ Իրան պիտի դնես հաղթես, ասես ինքն է գա ծափտա։ Չի լինում այտենց, ժողովուրդ ջան։ Դրա համար պետք է կարողանաք իրավիճակից ելնելով որոշում կայացնեք, ես այդ որոշումը իմ համար կայացրել եմ։ Նիկոլ Փաշինյանը շատ կուզենա, որ լիքը գաղափարական, տասնյակ գաղափարական ուժեր միանան պայքարին, որ այդ բոլոր ձայները ցրվեն, որտեղ գիտի, որ այդ ձայները իրեն ձայն չեն տալու։ Նիկոլ Փաշինյանը սարսափում է նրանից, որ այդ բոլոր ձայները գնան Սամվել Կարապետյանին, որովհետև ինքը պոտենցիալ ունի Նիկոլին տապալելու։ Եվ Նիկոլ Փաշինյան, քաղաքացիական պայմանագրի բանդիտներ, ես իմ ձայնը տալու եմ Սամվել Կարապետյանին։ Ու դուք տապալվելու եք հունիսի 7-ին։ Աստված պահապան բոլորիդ։